ափոստոլոս ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր երբում անձրևար ծառայել հայրենիքից Հայաստանի Հանրապետության եւ հանուն նրա չքնել կյանք։ Կետաժամերթումս թող պատժամունքի ամբողջ ուսուցիչ։ Երբում է։ Ուրա, ուրա, ուրա։ Իմ զինվոր եղբայր, դու խոստացել ես, հաստատ պիտի գաս, թեկուզ մի քիչ ուշ, բայց գիտեմ, կգաս, ուզում եմ, որ գաս քո համազգեստով, ուզում եմ, որ գաս պատվով, հարգանքով, ուզում եմ, որ գաս շքանշանով, ուզում եմ, որ գաս հպարտ հայացքով, ուզում եմ, երբ գաս քո գիր կվազեմ, զինվոր եղբայրս տուն եկավ ասեմ։ Սեպտեմբերի 28-ի զոհերի անուններն են Հարիսյան Արման Արմենի, Մաթեոսյան Էմանուել Ռոբերտի, Այսոփյան Նվեր Մերուժանի, Իրակոսյան Արտուր Հայտնի, Լևոնյան Լևոն Կարելի, Պողոսյան Արտուր Դավթի, Մամ, ես ողջ եմ, մամրը, ողջ եմ, մամ, Կամի ճանապար, քո պատվի համար, կռիվն է քո արդար, մահնել թե գտնես, հողդ զուրկ գրկես, չապսոսաս կյանքիդ համար, անաղարտ ու զուրկ է հողդ հայրենի, թող խոսենք նորից լեզվով մեր մայրենի, քո շնորհիվ զինվոր հաղթանակ մի նոր, կռիվը քո կռիվն է մեր, բայց դու դաշտում, հերոս զինվոր քեզ ամեն մի հայն է պաշտում, դու գնացիր, որ մեզ բերես խաղաղ երկիր, ու քո շնորհիվ նորից ունենք մեր հայրենիք, զարկը քո հազոր, թշնամուն անզոր, ծնկի պիտի բերի, ուժն ու կամքը քո կգան է այսօր, հաղթած կռիվների, ձեռքերում է քո գիշերը մեր խաղաղ, հաղթանակը մոտ է
պաշտում Դու գնացիր, որ մեզ բերես խաղաղ երկիր Ու քո շնորհիվ նորից ունենք մեր հայրենիք Շնորհիվ նորից ունենք մենք հայրենիք Israel, Arach, Ari Bades, Bades.
Սեպտեմբերի 1-ը ուսումնական տարվա առաջին օրն է։ Պետք է լավ սովորենք, քանի որ գիտելիքը հզոր ուժ է, հարստություն և բարձր արժեք։ Թող ուսումնական տարին լինի վերկրանքով լի և հաջողակ։ Այսօր մեր դպրոցում ուսանողներն են բացվում Դպրոցում շատ ակտիվ է, փորձում է միշտ առաջատար լինել, նախաձեռնող է, հասկացում է գրեթե բոլոր միջոցառումների։ Շատ է սիրում պատմություն առարկան, հետաքրքրված է մասնավորապես հայոց պատմությունով, քանի որ վստահ է, որ իր երկրի պատմությունը պետք է ճանաչի յուրաքանչյուր հայ, որ հետագայում կարողանա շարունակել և հզորացնել իր երկրին ու նրա պատմությունը։ Մեր հերոսը նաև լավ ընկեր էր և հետևաբար իրեն էլ շրջապատել էր իր նման լավ տղաներով։ Նա միշտ պատրաստ է եղել հասնելոքության յուրաքանչյուր։
Եվ բնականաբար նա թույլ չտվեցի, բայց նա չազնվեց, իր սիրտը լիքն էր այն սիրությամբ, եւ այժմ որոշեց հայրենիքին ծառայել այլ կերպ։ Էմանուելը իր ընկերների հետ միասին կազմեցին կամավորական խմբեր, որոնք հավաքում էին առաջին անհրաժեշտության իրերը, եւ որ այդ սնունդ, հագուստ եւ ուղարկում ռազմաճակատում։ Նա թուլանալու ժամանակ չունի, երկիրը պաշտպանելու և հայ զինվորի կողքին կանգնելու ցանկությունը նրան շատ ուժեղ էին դարձրել, և այլևս Էմանուելի սրտում, մտքում և հոգում հայրենիք։ 2016-2018 թվականներ Էմանուելը սովորել է Խաչատուր Աբովյանի անվան ավանդդպրոցում։ Նրա համար շատ կարևոր էր ընկերացին նրա մտերիմ ընկերները Արմենը, Աբիկը, Մանչը, Գևորգը շատ կարևոր տեղ էին գրավում նրա կյանքում։ Շատ է սիրում կազմակերպել է համախմբել բոլորին իր նրա նախաձեռնող, ոգևորող, նեղության պահին հասնող բնավորության գծերը բոլորներին և շատ սիրում էին Էմանուելին։ Էմանուելը 2019 թվականի հուլիսին դիմում գրեց պաշտպանության նախորդը, որպեսզի մեկնի զինծառայության, բայց կային դեռ 6 ամիս արժեվ ժամանակ ուներ, մերժվեց։ Եվ ահա, եկավ հասավ նրա համար շատ սպասված դեկտեմբերի 16-ը։ Դա այն օրն է, երբ Էմանուելը զորակոչվեց հայոց բանակ ծառայության։
պահպանե Ռոբերտի Մաթեոսյանը ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր երդվում է անձրևար ծառայել հայրենիքից Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխներ կյանքից ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրենքներին անվերապահորեն կատարել հրամանատարների սրամանը պահպանել ռազմական գաղտնիքը ում դրեմ երդվում ես թող պատասխանանքի ամբողջ կուսություն երդվում է Ուրա 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 Ay ախպեր, վախի չէիր ասում այսօր ծնունդը տա, ափսոս որ դիրքերում ենք չհաստում լինեինք, մի լավ քեֆ կանեինք։ Էլի քեֆ կանենք տղեկ ջան, կարևոր իրար հետ ծնունդն էլ հաստատ կերիք է, մանան ինչ կա չկա, հավաքել ու վարկել։ Ինչ ծնենք կցել, բլինդարում քնած է, ախպարս ծնունդն է։ Յա, էմա գանա ծնունդը չնորավա։ Դե բացի, սա բացրադանի։ Ախպերս, ափսոս որ դիրքերում ենք, դիրքերում չլինեինք, չաստում լինեինք, օղեով կնշենք, ոչինչ, սոկն էլ ալավ, կենացը։
Էմանուելը այդ օրը վաշտի հերթապահն էր և վերջին ամենավաշտն էր, որ որը ներկա էր։ Դեր, սիրվող տղայքը, անուշ քնած են իրենց անկողիններում, և ավ գիտի, ուսանողի երազում հորն է տեսնում, իցնուց սիրած աղշկա, երով մեր հայրականքուն է վերադառնում։ Աղ, ինչ դարն ու դաժան էր 2020 թվականը, ինչքան հույսեր ու երազանքներ թաղեցին սարնողում։ Առավոտյան լույսը բացվեց կրակոցով։ Թշնամու արկերը պայթում էին զորամասի դիմացի անտառում և տրվեց տագնապը։ Սկսվեց սարսափելի պատերազմը։ Հավերժին է, զինվորագրված Աստծո բանակին, նրանք դարձան լույսի ջրակներ, կամրջելով երկինք ու երկինք։ Գնացին չեկան տղաներն այն քաջ, կապույտ աչքերով, խաժակն, սև աջ, և նա, որ պիտի բժշկեր մարդկանց, սպանվեց հանկարծ, և նա, որ պիտի գրեր թանաքով, գրեց արյունով, գրեց իր կյանքով, նա հող պիտի մշակերելի, հողը երելի, նա որ ուզում էր քարով կառուցել, մի քար է դարձել, նա որ ուզում էր իր մորը գրկել, մայր հողն է գրկել, նա որ պատմաբան կդառնար գիտուն, դարձավ պատմություն, գնացին չեկան տղաներն այն քաջ, կապույտ աչքերով, բաժակը, սև աջ,
Էմանուելը ծոռում եղած հատվածում աղբյուրի մոտ զբաղեցնում է կրակային դիրք, լինելով հակատանկային նա քաջ գիտակցում էր իր վրա դրված մեծ պատասխանատվությունը։ Երբ մոտեցավ թշնամու տանկերի շարասյունը, նա խոցեց Շարասյան առաջին տանկը, որպեսզի կանգնեցնի առաջընթացը, հետո խոցեց վերջին տանկը, որը արգելափակի հետընթացի շարը, այնուհետև հատ առ հատ խոցում է թշնամու տանկերը, դեմ առ դեմ ելնելով ոսորքի առաջ, մի վայրկյան չի վարանում, խոցում է նաև մեկ մարտական մեքենա։ Այնուհետև ներքին կապով բոլորը լսում են հետևյալ հրամանը։ Կրտսեր Սերժան Մաթեոսյանի պարգևատրել Արցախի Հանրապետության մարտական խաչի առաջ աստիճանի շքանշանով։ Ապրեք տղերք։ Այնուհետև եղել է զորքի հարցը, մոտ 200 մեր հերոսները ընդամենը 50 հոգով պաշտպանել են մարտական դիրքը, մինչև վերջին փամփուշտը, թշնամուն պատճառելով ահռելի վնաս։ Սեպտեմբերի 20-ին հայտնվել են շրջափակման մեջ, դուրս գալու միակ ճանապարհը բականական դաշտն է։ Հայազգնի բրուսք էր դարձրել և բոլոր սիրտն օքին առաջնագծում էր։ Էմանուելի ծնողները Ռուսաստանի Դաշնությունում սրտի ծրտիրով հետում էին էկրանի և այդպես պատրաստմաշին հավասոտասային։ Բերի 27-ի առավոտյան ժամը 7:10-ին ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկայնքով։ Սեպտեմբերի 28-ի զոհերի անուններն են Անանյան Գևորգ Գենադի, Սահակյան Արամ Սամվելի, Վիրաբյան Արթուր Իվանի, Խաչատրյան Ղամբար Սպարտակի, Շահինյան Կարեն Արտակի, Հարապետյան Վարդան Ֆրունզի, Ֆրոսյան Ռադիկ Պապինի, Ռաֆայելյան Հարություն Բրեժի, Գալստյան Արման Արմենի, Մաթեոսյան Էմանուել Ռոբերտի, Հովսեփյան Նվեր Մերուժանի, Իրակոսյան Արթուր Հայտի, Լևոնյան Լևոն Կարենի, Պողոսյան Արթուր Դավթի, Սահակյան Փայլակ Սերժիկի։ Համազակից այս դաժան հողնարյուն է կրան։ Ղեկ, ուր եք սնարում, հերոսարում ապրել, հողը դարում է նրանում, կրակոսների ծեժան։ Ամպեր են սողում իմ ոտքերի տակ, երբ սկսում եմ կորոսնել հաշվել, երբ չեմ կամենում ցավիս հետ հաշտվել, ամպեր են սողում իմ ոտքերի տակ, հեյ, ուր ես կորել, մահվան վատակ, Արի ինձ օգնիր, հուշերն իմ մաշկեր, ամպեր են սողում իմ ոտքերի տակ, երբ սկսում եմ կորստնել հաշվել։ Խրամատներում գարուն է դարձյալ, ծառեր են ծաղկում նոյեմբեր ամսին, աղ զինվորի մայր, գիտիր այդ մասին, խրամատներում գարուն է դարձյալ, թե կուզես ցավդ կտանեմ անցյալ, որ վաղվա օրը շպիտով սկսվի, խրամատներում գարուն է դարձյալ, ծառեր են ծաղկում նոյեմբեր ամսին։ Բասյատ ջուններ եմ ձեզ վերել, իմ հայապարս սուպոր աղոտք մորանցեք մի պահ, ես նոր դժող, մասյատ ջուններ եմ ձեզ վերել, Շուտով կհնչի հաղթակ
հայկական մի թուրքիչի վրա անգամ մի շող։ Մասյաս Սյունեն եմ ձեզ բերել տղեկ, ու իմ հայապաշտ մորով։ Սրբերով լիքն է հայոց երկինքը, աղոթք է կացում երկրի ներքից, ողորմած իմ տեր, հաղթանակ տուր մեզ, Սրբերով լիքն է հայոց երկինքը, աղոթք է կացում հայ որ շուրթերից։ Մամ, ես եմ, ես ողջ եմ, մամ ջան, ողջ եմ, մամ, Զինվորներ, պաշտպանել մեր հայրենիքը, ապօրինի կատարել իրենց ծառայությունը։
դառնան մայրեր, այնպիսի մայրեր, որ ծնեն հերոս որդիներ։ Շնորհակալություն բոլորին։ Շնորհակալ եմ, որ ձեր ներկայությամբ զարդարեցիք մեր միջոցառումը։ Իմ կարիներ շնորհակալ եմ ձեզ, որ ունեք Էմանուելի պես որդի։ Բոլոր հերոսածին մայրերին շնորհակալ եմ։ Ցավոք սրտի շատ զինվորներ և զինվորականներ այսօր մեզ հետ չեն, իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, բայց մեր պարտքն է միշտ հիշել և մեծարել։ Շնորհակալությունս հայտնել դպրոցական անձնակազմին, մեր շատ սիրելի Ընկեր Թորոսյանին, այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար, որովհետև այս տարիքից երեխաների մեծ ձևավորվում է հայրենասիրական կաղապարներ, նրանք գիտակցում են, թե ինչ է հայրենիքը, և մեծանալով իրենց այլանքներով փորձում են պաշտպանել հայրենիքը։ Ուզում եմ բոլորին հարգանքս ու շնորհակալությունս հայտնել Աղիծոցին, հերոսներ ծնող մայրերին։ Ձեր օրհնանքների ու աղոթքների շնորհիվ մենք ամեն առավոտ խաղաղ լուսաբաց ենք ունենում։ Խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ընկերների առաջ, որ իրենց այլանքներով պահեցին մեր հայրենիքը, ու այսօր մենք կամ, ու այս գեղեցիկ միջոցառումները կազմակերպվում են ձեր շնորհիվ։ Խոնարհվում եմ։ Շնորհակալ եմ այսօրվա համար, որ այսօր ձեր շնորհիվ մենք խաղաղ այստեղ կանգնած ենք։ Ձեր ընկերների արյան գրի շնորհիվ, որ այսօր մենք այստեղ կանգնած ենք։ Խոնարհվում եմ ձեզ ծնած բոլոր մայրերի, ձեր նման տղերքին ծնած հերոս մայրերի առաջ։ Մայրը ինքնին խորհրդանիշ է հզորության, քաջության, սրբության։ Եվ այսօր հենց այդ վառ օրինակներից մեկը Տիկին Կարինեն բերում է իր որդու հետ միասին։ Երբեք բոլոր մայրերը ստանային այդ զանգը, որ իրենց որդիներն իրենց կողքին։ Բազմիցս ես ասել եմ, մենք ծնկել ենք ժողովուրդ, բայց մենք չենք տապալվել գետին, մենք եռատոներ ունենալու ենք ու հավատացեք ավելի պատվով ու ավելի հզոր տոներ ենք ունենալու, որովհետև տղերք դուք կաք։ Դուք եք են շարունակողը, որ ավանդել են ձեզ նահատակ հերոս տղերքը։ Ձեզ ավանդում են այն տղերքը, ովքեր հիմա բեմից Անձինս Էմանուելի կանգնած և նայում է ձեզ։ Ես ձեզ միշտ ասել եմ, պարտք ունեք տղերք, ու այդ պարտքը պիտի վերադարձնեք, ու այդ պարտքը պիտի սրտորեն կատարեք։ Շնորհակալ եմ Էմանուել ջան, այս կենդանի ներկայության համար, որովհետև դու ևս մեկ անգամ սփոփեցիր մեր հոգին, որ մենք գիտենք, որ ձեր գործը անմահ է։ Դուք հավերժ մեր կողքին եք որպես կենդանի լեգենդ, և սա հենց մեզ հույս է տալիս, հավատ է տալիս, ու մենք ասում ենք, նորից եմ ասում, մայիսը հաղթանակների ամիս է, և մենք եռատոներ դեռ ունենալու ենք։ Փառք եւ Thank you.
շնորհակալություն հայտնել մեր ծնողներին, երեխաներին առաջին հերթին, հետո նրանց ծնողներին, ծնող կոմիտեի գլխավորությամբ, եթե չլիներ նրանց այդքան մեծ սերն ու նվիրումը, դժվարանում եմ ասել, արդյոք կստացվեր այսքան լավ միջոցառում այսօր կազմակերպել։ Շնորհակալ եմ բոլորին։